Մարզպետն ունի հենց հիմա իր հետ։ Ողջույն ժողովուրդ ջան, ողջունում եմ բոլորիդ, շատ ցանց համառոտ ու անկանխատեսելի ձևով եմ եթեր անում, որովհետև այսօր մտքովս չէր անցնում, թե եթեր կանեմ, կիրակի օր էր ու ընկերս եկել էր Միացյալ Նահանգներից, որոշեցինք գալ Արագածավան ու մի փոքր հանգստանալ, մի քիչ լավ օր անցկացնել մեր ընկերոջ տանը։ Ասացինք լավ, մինչև այդ ամեն ինչը մի հատ պատմություն պատմեցին, որ ժամանակին հիմա որտեղ որ գտնվում եմ, հիմա ցույց կտամ։ Այդտեղ եղել է գյուղի դպրոցը, Արագածավանի դպրոցը, մոտ 400 աշակերտի համար Արագածավանը ասում բավականին մեծ գյուղ է։ Ուրեմն եղել է այդ դպրոցում, երբ որ այս ընկերս Ամերիկայից առաջին անգամ գալիս է, որ թվականներին, Սիմոն։ Այդ առաջին անգամը որ տես։ 3 տարի առաջ։ Հա։ Մի քանի տարի, մի 3 տարի առաջ որ գալիս են տեսնում են դպրոցը։ Քարուքանդ ես հետո անպայման նկարները մեկնաբանության դաշտում նախքին դպրոցը կդնեմ ու տենց առաջանում են բան ու նկատում են գյուղի դպրոցի զուգարանը ինչպիսին, հա։ Այն որ գլուխները բռնում են, ոնց կարելի է այսպիսի բան, այն որ առանց դռների դուրսը ինչ որ ծակարած ու վсё էդի դպրոցի զուգարանն է։ Հա։ Իհարկե ընկերս հետո Միացյալ Նահանգներում փորձում է դրա մահավաք հայտարարի բան ինչ որ բանով օգտակար լինեն, մի լավ բան անեն, բայց դե արդեն էլ մեծ հաշվով դրա անհրաժեշտությունը չկա, որովհետև այսօրվա այս դավաճան իշխանությունները որոշել են գյուղի համար մի հատ լրիվ նոր դպրոց կառուցեն ու ասենք բավականին մեծ ու լուրջ ստանդարտներով, ես հիմա ցույց կտամ, բայց այնուամենայնիվ հին զուգարանը պահպանվում է ու պիտի ձեզանից ներողություն խնդրելով հեսա գնամ այդ զուգարանն էլ ցույց տամ ու տիկին Արմենուհի Գյուրիղյանը, տիկին Լիլիթ Գալստյանը, բանը Արթուրը Խաչատրյան, Հայաստան դաշինքի, ովքեր որ շատ են սիրում նեղվել, թե հիմա ինչքան վատ է կրթական համակարգը դեգրադացված է, մի հատ ցույց տամ իրանց ժամանակների կրթական բաների այս դպրոցների կրթական հաստատությունների վիճակն ինչպիսին է եղել, էլի։ Սենց համառոտ եթեր է սա, խնդրեմ կիսվել եւ տարածվել, շատ բան չկա։ Ուրեմն, սա դպրոցը, որը հիմա է կառուցվում, հսկայական, ու մարդիկ էլ ովքեր որ դրսում են ապրում, հասկանում են թե ինչ լուրջ աշխատանք է գնում այստեղ, շուտով ինչքան ժամանակ կտևի դեռ շինարարական։ Սեպտեմբերին արդեն կվերջանա 400 երեխայի համար։ Հա, սա դպրոցն է, շնորհակալություն այսօրվա կառավարությանը, իշխանությանը, որ լուրջ, հա? 500 մետր։ Հա, իմիջայլոց Արագածավանը ասեմ, որ Թուրքիայից մի 500 մետր է այս կողմ, 1 կիլոմետր։ Հա։ Թուրքի քդիտակ կարելի էր լավ դպրոց կառուցած լինել ժամանակին, էլի։ Հիմա ես առաջանամ հին դպրոցի, սա հին դպրոցի տեղում է այս նոր դպրոցը կառուցվում, հիմքից քանդել լրիվ նորը զրույց կառուցում են։ Ու ես ցույց տամ թե հին դպրոցի զուգարանը ինչպիսին է եղել, որպեսզի հասկանալի լինի, էլի, որոշ պատգամավոր իրենց հրճակած ահաբեկչական ուժերի ներկայացուցիչների, որ երբ որ մոտենում են թիվ 1 ամբիոնին, պիտի մի հատ ու փորձում են քննադատել, պիտի բարոյապես ըմբռնեն իրենք ովքեր են եղել։ Իսկ իրենք եղել են այսա։ Սա հին դպրոցի հին զուգարանն է, մի րոպե, մի քիչ պատկերացրեք սրա տեղ եղել է հին դպրոցը, վարի գնացած, սա եղել է զուգարանը, սա եղել է բնականաբար առանց դուռ, ահա, սա զուգարանն է 4 ծակով։ Երեխաները պիտի իրար դիմացն։ Այսինքն ես չգիտեմ, օրինակ Լիլիթ Գալստյանը, Արմենուհի Գյուրիղյանը, Արթուր Խաչատրյանը, մնացած պատգամավորները, ովքեր որ ծաղրում են այսօր այն հասարակական գործիչ հրճակվածներն ու չգիտեմ ոդքասթեր անողները, ովքեր ծաղրում են կրթվել են նորաձև է այս շարժմանը եւ այլն, ովքեր որ անուն են դնում կառավարության ծրագրերին, իրենց երեխաներին, ուղիղ, իրենց աղջիկ երեխուն կուղարկեին դպրոց, որի զուգարանը դա է։ Տեսակ դուք, չէ՞։ Այդ ամեն ինչին է վերջ դրվել։ Այդ դրա համար են իրանք կախկանձում։
Այդ ամեն ինչին է վերջ տրվել։ Ու ասեմ, որ հա, երկու հատ էլ մանկապարտեզ է եղել, որը զավթած են եղել ժամանակին, ու այդ մանկապարտեզները վերադարձվել է արդեն բավականին դժվարությամբ։ Բնական է, չէ, որ զավթիչների կողմից, զավթիչ կողոպտիչների կողմից այսօրվա իշխանությունները պիտի համարվեն թշնամի, պիտի այսօրվա ժողովրդին համարեն ժեղ։ Բնական է, չէ, այ հենց այդ ամեն ինչը դրա մասին է։ Այնպես որ ժողովուրդ ջան, ամեն ինչ շատ լավ ձևով առաջ է գնում ու մի լսեք այն մարդկանց, ովքեր ուղիղ շահառու են եղել որոշակի կեղտոտ թուրքական իսկապես բարկերի, որովհետև մեկ էլ թուրքերը իրանց այդ ադրբեջանական գյուղերը որ մտնում էր, մեկ էլ նրանք զուգարան չունեին, իրանց տավարի հետ նույն տեղում ապրում էին, նույն տեղում զուգարան էին գնում, նույն տեղում քնում էին։ Եվ այդ բարկերը իրանց հարմար է եղել։ Հասկանում եք։ Հիմա ես կփորձեմ նաև այս նոր կառուցվող դպրոցի ներսը մտնել, ոնց որ թե խնդրեմ, ապաստարանները, սրանք ապաստարաններ են լինելու, ամեն ինչ հաշվարկված։ Սա արդեն ներսն է։ Ոնց որ ավարտական աշխատանքներն են ընթանում, ամբողջը զրոյից է կառուցվել։ Ամբողջը զրոյից։ Խնդրեմ, բեռները, ամբողջը զրոյից։ Բնական է, չէ, որ մեր այսօրվա իշխանություններին իրենք ինչ ասես կանվանեն, որովհետև իրենց դրախտավայրը, որը որ ճահիճն էր, որը որ որջն էր, որը որ ժողովրդին ճորտի տեղ բանեցնելն էր եւ պիտի ժողովրդի երեխաները այդտենց առանց դռան ծակերով զուգարաններ գնային, իսկ իրենց երեխաները պիտի լյուքս նոմերներում ապրեին, հա, դրանց համար այսօրվա իշխանությունները ինչ ասես կարան լինեն, բնական է։ Մոտավորապես այսպես ժողովուրդ ջան, հսկայական շատ սիրուն բան է արվում, շատ սիրուն, այստեղ երևի ապակեպատ արդեն վերնամասը կլինի։ Պարզապես ես այդ զուգարանը որ տեսա ու ինձ ասեցին, որ դա երկար տասնամյակներ, հեսա նոր միացածների համար գնամ մի հատ էլ ցույց տամ, էլի, երկար տասնամյակներ եղել է հին դպրոցի զուգարանը։ Ասեն դասի ժամանակ երեխան որ ձեռքը բարձրացրել, ասել է կարելի է գնալ զուգարան, ասել է կարելի է։ Դուրս է եկել ու գնացել է այդտեղ։ Ու իհարկե շատ աղջիկ երեխաներ ամոթից, ամեն ինչից, հետո ինչ որ ժամանակի սկսել են դպրոց չհաճախել, որովհետև դպրոցը գրավիչ չի եղել, դպրոցը հարմար չի եղել, դպրոցը եղել է կեղտոտ մի բան, ու այսօրվա դրությամբ էլ ցավոք սրտի մենք ապրում ենք այդ ամեն ինչն ենք այսօրվա դրությամբ դրա հետևանքներն ենք փորձում վերացնել, բայց այդ եղածի շահառուները, ովքեր որ այդ ամեն ինչից օգուտ են ունեցել, իրենք համաձայն չեն։ Ես եւս մեկ անգամ հիմա ցույց տամ, ցնդելու բան է պարզապես։ Չնայած ես շատ բաներ եմ տեսել, ուզում եմ դուք տեսնեք ու գնահատական տակ։ Ես դպրոցներում տեսել, որ առհասարակ գոմ է եղել, ընդամենը գոմ է եղել։ Գոմ հենց։ Հասկանալի է այդ ամեն ինչը, բայց Արագածավանը մեծ համայնք է եղել։ Այստեղ ձեռնարկություններ կան, բան կան, այստեղ մարդիկ, այստեղ հենց հիմա աշխատուժի պակասել կա, այսպես ձեզ ասեմ, հա։ Ու Թուրքիայի քթի տակ մի կիլոմետր չհաշված թուրքական Թուրքիան է, սահման։ Էսը, էլ մի անգամ այս հին զուգարանի տարածքն է, որը պահպանվել է, որը բնականաբար քանդվելու է։ Խնդրեմ, կգնաք Հայաստան Դաշինքի պատգամավորն է Լևոն Քոչարյան, երեխիդ կբերեիր, որպեսզի սենց տեղ գար դասի։ Լավ։ Այստեղ համ տղերքի, համ աղջիկների համար մի հատ սենյակ, 4 հատ ծակ ու դուրել ընդհանուր դրած չի։ Իսկ հիմա ինչեր է կառուցում։ Այնպես որ ժողովուրդ ջան, այս ամեն ինչը պետք է գնահատել ու երեխաներին խրախուսել, որ այո, կրթվելը ուղիղ ներդրում է քո ապագայի վրա, որովհետև այսօրվա ռազմավարությունը ճիշտ այդպես է ընտրած։ Դժվարություններով կլինի, ինչերով կլինի, բայց միևնույնն է, այդ արդյունքը վաղը մենք տեսնելու ենք։ Լավ եղեք, լավ որ բոլորիդ, մեզ էլ բարի ժամանց։ Ստեսություն։